Բանա է մասնագետը, թող ինքն էլ անի։ Լոգոպեդը հրաշքներ չի գործում, եթե ծնողը չի համագործակցում եւ չի ներգրավում աշխատանքին։ Հիշեք, խոսքի զարգացումը երբեք չի լինում մեկ մարդու աշխատանք։ Շատ ծնողներ երեխային բերում են լոգոպեդի մոտ, նստում հայտնի հրաշքի սպասման աթոռին եւ մտածում. բանա է մասնագետը, թող ինքն էլ անի։ Բայց իրականությունը շատ պարզ է եւ միևնույն ժամանակ դաժան։ Եթե չկա տնային աշխատանք, չկա նաև արդյունք։ Եթե միջավայրը չի փոխվում, հմտությունն էլ չի ամրապնդվում։ Եթե ծնողը չի կիրառում լոգոպեդի սովորեցրածը, ապա երեխայի ուղեղը չի ստանում կրկնության այն բաժինը, որն անհրաժեշտ է տվյալ հմտության ամրապնդման եւ զարգացման համար։ Լոգոպեդը կարող է բացել դուռը, բայց այնտեղով անցնելու իրավունքը գտնվում է միայն ծնողի ձեռքում։ Երեխայի խոսքը չի զարգանում շաբաթական 2 կամ 3 պարապմունքով։ Խոսքը զարգանում է տանը, ամեն օր, փոքր, բայց հաստատուն քայլերով, երբ ծնողը մրցում է ոչ թե ուրիշների երեխաների, այլև երեկվա երեխայի հետ։ Լոգոպեդի կատարած աշխատանքը կարևոր եւ անհրաժեշտ նախապայման է, բայց ծնողի մասնակցությունը եւ ներգրավվածությունը պարապմունքներին պարտադիր է։ Լոգոպեդը գործիք է, ծնողը շարժիչ ուժ, իսկ երեխան ուղղությունը։ Եվ երբ կա եռակողմ համագործակցություն, հավատացեք, որ ձեր այդքան սպասված հրաշքը երկար սպասեցնել չի տա։